Պարոն Ղազարյան, 3 օր առաջ Սամվել Կարապետյանը հանդես եկավ ասուլիսով, որը ներկայացվեց որպես ճակատագրական։ Ձեր ասուլիսից 3 օր անց հանրությունը դեռ փորձում է հասկանալ, որն էր հիմնական մեսիջը եւ այդ ասուլիսի որ հատվածն էր ճակատագրական։ Դա Սաֆարովի խափանման մասին օրենքի ընդունումն է, որ լինելու է Սամվել Կարապետյանի գլխավորած կառավարության առաջի նիստում հավանություն է տրվելու այդ օրենքի նախագծի փաթեթի եւ ուղարկվելու է ազգային ժողով, որը որ ստեյության կվերացնի այն ռիսկերը, որը կապված է 300,000 ադրբեջանցիների Հայաստան երբևէ գալու, բնակության, ապրելու հետ, այսինքն կա մեծ վտանգ եւ շատ մեծ հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տանում է դրան, որ կատարվի Իլհամ հերթական պլանը եւ Հայաստանը կբնակեցվի ադրբեջանցիներով։ Եվ քանի որ դրանք Սաֆարովներ են լինելու, այսինքն մարդասպաներ ովքեր գալու են հայ ժողովրդին բնաջնջելու, այնպես ինչպես Սաֆարովն կազմարել հայ սպա Գուրգեն Մարկայանին, համար այդ օրենքը կոչվելու է պայմանական անվանումը կոչվելու է Սաֆարովի խափանման օրենք։ Եվ այդ էր այդ օրվա հայտարարության գլխավոր թեման։ Մեսիջը։ Այո։ Եվ նման մեսիջներ էլի են լինելու, նման հայտարարություններ։ Նման հայտարարություններ արդեն եղել են։ Սամվել Կարապետյանը ունեցել է պայմանական այդ ձևաչափով կառավարության նիստեր իր կեցավայրում, որտեղ որ հայտարարություններ են եղել 1 միլիարդ դոլարի զբոսաշրջության ոլորտում ներդրումային ծրագրերի մասին, 150,000 դրամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական նպաստների հատկացման մասին, որով մի քանի ամսում կվերանա Հայաստանում ծայրահեղ աղքատություն ընդհանրապես եւ հետագա ջանքեր կգործադրվեն աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ, եւ նաեւ ազգային վերածննդի հիմնադրամի ստեղծման մասին, որը որ 2 միլիոն դրամ կհատկացվի ընտանիքում 4-րդ երեխայի ծնվելուն, բացի այն պետական նպաստներից, որոնք մինչեւ հիմա հատկացվում են, եւ նաեւ անվճար բնակարան 5-րդ երեխայի ծնվելու առիթով։ Այդ հայտարարությունները եղել են նախորդ խորհրդանշական կառավարության նիստերի ժամանակ։ Ես կարծում եմ, որ մեր ծրագրերը արդեն ամբողջական են, որոնք մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին, եւ մեր վերջնական ամփոփ ձևով դրանք կներկայացնենք հունիսի 3-ին ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում սպասվող այս տարվա գլխավոր իրադարձության ժամանակ։ Եվ ձեր թիմակիցներից այս պահին քանի հոգի է գտնվում կալանավայրում եւ քանիսն է ձերբակալված, քանի որ մեր տեղեկություններով հասել է թիվը 80-ի։ Անկեղծ ասած ես տեղյակ չեմ, այդ հարցով կոմպետենտ են մեր իրավաբանները, ովքեր որ մշտական իրավական աջակցություն են ցուցաբերում ապօրինի հետապնդումների ենթարկող մեր գործընկերներին։ Իսկ ինչ է կարծում, գնալով ճնշումները եւ հետապնդումները ավելի կշատանան։ Դե ոչ միայն հետապնդումների ճնշումների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը արդեն գռեհկաբանությամբ անցել է մեզ ֆիզիկապես բնաջնջելու սպառնալիքներին։ Ասում եմ, որ սատկացնելու եմ։ Ճիշտ ասած, այդ գռեհիկ ձևակերպումը իր մեջ ֆիզիկական բնաջնջման իսկապարունակում, առավել ևս, որ ասում եմ, որ այո, ես սպառնում եմ, ես դա անելու եմ։ Այսինքն պարզ է, որ դա ինչ մտադրությունների մասին է խոսքել, ես չգիտեմ կզզնել ինչ է նշանակում, այդ ինքը կարա բացատրի, թե իր այդ երբեն այդպես սպառվի եւ դա ինչ է նշանակում։ Եվ հիմիկվա Իլհամ Ալիևը իր հարաբերությունները այդ տրամաբանության մեջ են, թե չէ էլի։ Պարոն Ղազարյան, եւ 3 մայիսի 28-ին շքերթի ժամանակ ցուցադրվեց մեր զենք զինամթերքը։ Ինչ տպավորություն ունեք։ Ասած չի ցուցադրվել, ոնց որ մենակ զենք է ցուցադրվել, որովհետեւ ինչքան որ ես գիտեմ, այդ զենքերի մեծ մասը զինամթերք չունեն։ Եւ կային խոսակցություններ, որ մուլյաժներ էին ցուցադրվել, այդ մասով ինչ կասեք։ Դրա համար հավաքեցին տարան, հիշում եք, ասացին 2 օր մնալ է Երևանի փողոցներում, մարդիկ արան գնան նայեն։ Այսօր ես գնացի, որ նաեւ արդեն հավաքել էին։ Նիկոլ Փաշինյանը երեք ասում է, սա մեր ժողովրդին հաշվետվությունն է։ Ուզում ասի, դա ոչ թե զորահանդես է, ոչ թե ռազմական շքերթ է, այլ հաշվետվություն է, բայց դա տգիտություն է, որովհետև կառավարությունը ազգային ժողովին հաշվետվի մարմին է եւ հանրությանը, բայց հաշվետվությունը տես ձև գոյություն չունի։ Ինքը փաստորեն հաստատ, որ դա ոչ թե զորահանդես է ռազմական շքերթ, այլ հաշվետվություն։ Մենք ընդունել ենք այդ հաշվետվությունը եւ դա գնահատել ենք անբավարար եւ կարծում եմ, որ այդ հաշվետվությամբ նա պետք է հեռանա իշխանությունից։ Իսկ եթե եղածի մեջ կան որակով արժեքավոր
սպառազինություններ, ապա հունիսի 8-ից հետո դա կծառայի ուժեղ Հայաստանին Սամվել Կարապետյանի ղեկավարության ներքո։